Բարի եկած եք քույրեր, շնորհակալ ենք Անի, որ դու նտպացիր, սիրտդ բացիր, ասկու ցաված օրերուտ մեջը եկած քեզի որբեսի մխիթարություն, քաչալերություն եւ Աստծո ներկայությունով քաչալերվիս։ Յա, ցանկը ասե։ Եվ քանի որ այսօր քիչ մդարբեր մասնահատուկ այցելություն եւ ծրագիրով հոսեգանք, նյութը որ ընդրեցի կամ Աստվածը դիս վրա թրավ, բամնե որ մենք գիներս շատ հագամետ ենք ադոր։ Շատ շուտ ալոր գենթարգվինք։ Պիտի չսեմ ինչ է, ուզեմ որ քիչ մտցեր միտքերը օգտագործեք, մտածեք որ ինչ է, որ մենք գիներս մարդոց մե ավելի հագամետ ենք աս վիճակի մեջ գտնվելու կամ ընելու։ Ինչ կխորիկ, որ մեր մարմիններեն ադիգա գարդահայտենք։ Ինչ նյութի մասին այսօր կխորիկ։ Well, գարդահայտենք մենք մեր մարմինի մեջը լաց։ Այսօրվա մեր նյութը արցունքի մասին է, արցունք։ Հիմա արցունքը ինչ բան է կփալկանա։ Նայեցա որ արցունքը on-line նայեցա, գսեք որ ճուր է մեծ մասը, էլեկտրոլայտ է, այսինքն աղեր է, հանքային աղեր գա մեջը, պրոտեին գա մեջը քիչմը fat կա, lipid եւ mucin գսեք որ հավանաբար շատ traces, ուրեմն մեծ մասը ճուր է, 90 կամ 95%։ Ադոր համար քանի մեջ էլեկտրոլայտ կա, երբեմն արցունքը երբ որ պերանիտ կա, աղի համու կա, աղ գա մեջը քանի որ։ Okay։ Եվ արցունքները դուրս կան, երբ մենք զորավոր սկացական վիճակներում մեջ կգտնվենք։ Ինչպես ստրես մգլա, անագնգալ մգլա։ Կամ եթե մեկը շատ փարգանա, գրնա փարգութենեն արցունք կալ աչքեն։ Երբ որ վերջին ձայր դխուրենք արցունք կա, երբ որ ցավ ունենք, ֆիզիկական ցավ ունենք, գուլանք։ Դարաբանկի մեջ ենք եւ այո, ամենեն կարևորն է, երբ որ ուրախ ենք գուլանք։ Ուրախության արցունքներ կան, որ ասոնք կարծեմ մեզի ավելի փալասան են, ասանք թեղ են։ Եվ նույնիսկ աս լացերը, բնական լացեր են, եւ ցավով մը բան է, painkiller է, այդ ցավազրգիչ է, երբ որ լասն է, ցավը կարծես թե քիչ մը գմեղմանա, եւ նույնիսկ երբեմն կսե I had a good cry, աղվոր լաց մլացի, ասա գբարբվիկ, չէ։ Մանավանդ մենք գիներս, անորամարսի գիները ավելի մարդիկը գզսբեն ինքնին, կամ ադիգա դգարություն կհամարեն, եթե մեկը գուլա։ Ցավով մը լացը լավ է, քանի որ գբարբես ինքսինքդ։ Մեջը դուրս կանես ինչ որ քեզի ասանք ալեգոծության մատնած էր կյանքիդ մեջը։ Սուբկիրքը ինչ կսե արցունքի մասին։ Սաղմոս 35-րդ համար կսե իրիգունը լաց կա, բայց արդուն ուրախություն կա։ Ուրեմն ասի գծցնե մեզի որ արցունքը ժամանակավոր է։ Դու 24 ժամ չես լար։ Seasonal է։ Իրգունը գուլաս արդուն գժբտիս։ Եվ ասպես չէ մեր կյանքերն ալ միթե։ Լացի բահերով չեն ունեցած, շատ, բայց մինչև այս լացեր ես, ոչ, գթարնը անիվը, այդ սիզնը կպոխվի, այդ եղանակը կյանքիտ մեջ կպոխվի, և ժբիդըտ նորեն գուկա, իրիգունը լաց կա, բայց արդուն ուրախություն կա։ Դարձյա Սաղմոս 56-9 գսե, արցունքներս քու դիգիտ մեջ թիր, միթե անոնք քու կիրքիտ մեջ կրված չեն։ Գիտեք ասի ինչ ասել է, ամեն մեկ արցունք որթուն թապած ես, Աստված ամեն անոնք ասպես գուժմունի մեջ կհամրեգոր։ Սուբկիրքը գսեգոր ասիգա։ Ասել է որ Աստված քո արցունքներդ կհաշվե։ Աստված գիտե քո ցավդ, գտեսնե քո դարամբանքդ եւ գիմանա քո խնդրվածքդ։ Ուրեմն աս համարը քեզի քաչալերություն պետք է լա որ իմ արցունքներս ով դեր քո գուժիտ մեջ թուն գամփարես կոր։ Հիմա մենք ամեն օր չենք լար, ադեն որ գուլան կհավաքվի գորադիգա։ Հիմա շատերուս գուժելեցվեր է, շատերուս դերգես է, չեմ գիտեր, ամեն մեկս չեմ գիտեր որքան գուլանք, որքան գարդահայտրինք, բայց երբեմն գա որ գուժը կբարբվի որ թերևս ավելի մեծ գուժի մեջ պիտի բարբի Աստված։ Կախում ունի որ որքան մենք հագամետ ենք լալու, կամ որքան դարաբանք եւ ցավ ունեցած ենք կյանքի մեջ։ Սաղմոս 126 5 եւ 6-ը գսե անոնք որ լալով գերտան ցանելու սերմ դանելով անշուշտ ցնծությամբ ետ պիտի դառնան իրեն սորենի խուրձերը բերելով, այսինքն ցանելու համար կացողը գուլա, քանի որ արդյունք չունի դակավին։ Բիդանի պիտի ցանե, արդյոք արդյունք պիտի դա, արդյոք անցրե պիտի գրգի Աստված, արդյոք հողը բարեփեր պիտի լա, ուրեմն վախ կա մեջը, անշուշտ գուլա։
բայց վերաթարցը վեֆոր հունցքի ադենը ուկա ուրախությամբ կուսագուսեգոր անշուշտ ցնծությամբ երբ դառնա ծորենի հասկերը հավաքած ասան իր փեշին մեջը կամ իր կոկնոցի մեջը լես բակերացի գինը որ թաշտերը կացած եւ գահավաքեգոր ուրեմն նորեն ցանկի վիճակները գծեցին ասիգա եւ նույնիսկ երբեմն մենք մեր առօրյային մեջը մեր կորձերը երբ որ լվացարանի մեջը բնակները թիզված է կաունտուրին վրա ահակին ըլլալի կորձ կա մանդրվելի կա սրբվելի կա թափվելի կա եփվելի կա լվացվելի կա երբեմն որպես գիներ overwhelmed կսկաս այսինքն գփլիս փլուզումի կենթարկվես ասոր դագեն ինչպես պիտել եմ գսես ուրեմն ադիգա կուլացի շրջանը դե ան որ գսել լալով գերտա ցանելու սերմը դանելով անշուշտ ցնծությամբ պիտի վերաթարնա դերս ժամ հետո գնայիս որ ամեն բան դեղը կդավ at կորձը որ դու մեծուցիր դասավորվեցար at փանին համար որ լացիր հիմա ուրախ ես անդոր համար ուրեմն հաստատ բան է ասիգա վստահ է որ անշուշտ բիդիկա ուրախությամբ մի քանի համարներ անշուշտ շատ ուրիշ համարներ կան լացի մասին բայց ասի մի քանի համարներ են հիմա սուբկիրքի մեջ գիներ կան որոնք լացին եւ անոր բիդինայինք սուբկիրքի մեջ գիներ կա որոնք լացին եւ այդ գիներուն լացին բիդինայինք առաջինը բիդի երթամ ծննդոց եւ շատ ծանոթ անունը չէ առաջին գինը որոնք ուզենք նայել հակարը Աբրահամի հարջներ երբ որ Սարան զավակ չեր ունենար որ եւ Աստված խոստումը տված է Սարանը ասավ որ Աբրահամի մեր երկրի սովորության մեզ ընենգսավ as im zarasarısав angi zavagnetsiv im zungerus vra gdini im dagastella եւ այդպես եղավ բայց անշուշտ երբ որ դղան ծնավ եւ հետո Սարանիկը նա իր զավակ ունեցավ եւ երբ որ Իսմայելը սկսավ վրան խնդալ Իսահակի Սարանին չսավ վրընդեաս աղախինը դսավ եւ վրընդեց Աբրահամ ուզե վրընդեց ուրեմն Հակարի ենթահողն է ասի վրընդված լքված անդեր անդիրական թափարական աղքատ կին մնե ինչ կխորիկ պիտենե ասան կինը անշուշտ պիտի լա քանի որ այդ հանքիստ ունեն որ Գաբրիել վերջապես ինքը դերոջը գիներեն մեգներ զավակ ծնավիրեն այդ հանքամանքեն բոլորովին իջավ վար իջավ անարգվեցավ դարաբեցավ վրընդվեցավ as բոլոր ֆիզիկական եւ հոգեգանը անշուշտ իրեն աղադելու դարավ ուրեմն երբ որ թուն գուլաս քանի որ գրնալալ ընտանեկան հարց ունիս գուլաս քանի որ գորուստ ունեցար գուլաս քանի որ առանցին ես գուլաս քանի որ սխալ հասկացվեցար թավաջանվեցար Աստված կլսե ծննդոց 21 16-րդ համարը գսե ցայնը վերցուց եւ լացավ փարսացայն լացավ ցևով նո գիտեք մենք կսենք հյունգյուր լացավ այսինքն հեծկլ դալով, բորալով, գանչելով, ինչպես երեխաները գուլան, երեխան ասենք սուսպուս չի լար, սայնը գծկե գուլա, ճիշտ հակարանակ լացավ, ճիշտ այդպես, պարծրացայն լացավ, ուրեմն ասիկանի անաբադի մեջն է ինքը, լքված է, պարծրացայն լացավ, լուծումը ինչ եղավ, Աստված Հակարին աչքերը բացավ, գսե որ 19-րդ համարը նույն փոխուն Հակարին աչքերը բացավ դեսավ որ հոն աղբյուր գա ինչու ինքը լացավ քանի որ շուրը վերջացավ դղան ցկեց մացարի մտակ ասա որ թող դղայից մերնին չի տեսնեմ եւ դղան 14-15 տարեկան է բեբեկ չէ բադանի է ասա դղուս մերնին չի տեսնեմ շուրը վերջացավ ինչ պիտենե անորամար լացավ Աստված լսեց իր ցայնը իր արցունքը տեսավ աչքերը բացավ եւ ասավ որ հոն շուր գա եւ ասկած պատկամ տվավ իրեն ուրեմն լուծումը ինչ էր շուր գար պատկամը ինչ էր 17-րդ համար Աստված իրեն ասավ մի վախնար եւ այսօր քեզի ալ նույն պատկամը գուտա քո աղաղակներուտ մեջը մի վախնար եւ արդյունքը ինչ եղավ Աստված իրեն ասավ քեզի մեծ ասկ պիտի ինեմ եւ մենք գիտենք ով է այդ ասկը այսօր բոլոր միջին արևելքի աս բարակդումը գերտանք մենք Աբրահամի ասմեկ սխալ քայլին համար որ Աստված ասավ քեզի մեծ ասկ պիտի նեմ իրական եղան իրապես շատ մեծ ասկ են ահավոր են բոլոր այլասկ ժողովուրդը իսլամ ժողովուրդը Հակարի Իսմայելի սերունդ են եկան եւ այսօր պատերազմի մեջ են Հրեաստան
եւ բոլոր արաբական աշխարհը։ Ահավասիկ Աստված հակարի արդյունքը տեսավ, քույլ արդյունքը կտեսնե, երբ որ դու լքված ես, առանցին ես, գորուստ ունեցած ես եւ ընտանեկան հարցեր ունիս։ Ինքը ուներ ընտանեկան հարց, անշուշտ։ Ամեն մարդ ունի։ Երկրորդ անձը գինը, որում ուզենք նայել, 5 դեկարանի մեջ Աննա, որ իր ամուսինը Եղգանա, երկրորդ գին մնա ուներ։ Այն ադեմա սովորություններ, նորմալ էր, որ մարդը մի քանի գին ունենա։ Եվ Փենանան իրեն ահագին զավակներ գծնի գոր եւ ամեն տարի հբարդությամբ Փենանան զավակները յետևի գշարե գորասան, փաթիկներու պես եւ քալելով երթագոր դաջար, որբեսի զոհմադուցան է։ Եվ անտին Աննան գլուխը գախ, դխուր, մդահոգ, լքված, առանցին, զավակ չունի, աբակա չունի, անհույս գինմը։ Մանավան այն ադեմ եթե գինմը զավակ չունենար, Աստված քեզի բաճեց։ Տուն ինչ ըրերես, որ Աստված քեզի չորտնեց։ Գիտեք, գրնակ պատկերացնել, մարդիկ ինչպես կթարգմանեին այդ գնգամը ամուլ ըլլալը։ Ուրեմն աս բոլոր մղծավանջի մեջ Աննան ինքսի գբիդի հավաք է եւ այդ գնգան նախանցի ենթարկվի, կամ ինքը նախանցի եւ բիդի երթա Աստծո բաշտելու։ Ինչ կնե ուրեմն Աննայի աղոթքը գսե դրտմալից հոգվով դերոջ արջև աղոթ գրավ ու խիստ շատ լացավ նորեն արդյունքները գվազեգոր դրտմալից հոգվով աղոթ գրավ ու խիստ շատ լացավ ասի գտեսնենք առաջին թագավորած առաջին գլխուն 10-րդ համարի մեջ հիմա Աննայի աղոթքը մրթմրթալով էր այսինքն Փերանը գշարժե որ ցայն չի գա աղաղակ չէ ինչպես որ հակարը ռավ Փերանը գշարժե գուլա սրդի մեջ են գխոսեր եւ շրթունքները գշարժեն շուքի կարպես կսե Անոր համար հեղիքանան խորեցավ որ ասգինը կինով է եւ Աննա ասավ դերի մսավ ես կինով չեմ այդ դերոջ արջև իմ սիրտս բացի վշտացած գին ամուլ ձաղրված վստահ անարգված զավակի գարոտ անհույս աբական մութ քանի որ զավակ չգանե ինչ իմաստ ունի իրեն համար որպես կին ապրիլը ցևովը ասվիճակներուն ինչ հրավիրան լուծումը ինչ էր Աննայի ինչ կրնարնել ասպոլորի մեջ սիրտը Աստծո տապեց դու ինչ կնես երբ որ գանարկվիս ինչ կնես երբ որ վիշտ ունիս անհույս ես գամ առանցին ես ինչ կնես ես ինչ կնեմ սիրտը Աստծո տապես Աննայի պես պատկամը ինչ էր Աստծո քնա խաղաղությամբ Եվ Իսրայելի Աստվածը քո խնդրվածքդ քեզի դա ինչ որ անգե խնդրեցիր հեղիքանան իրան անիգասավ քնա խաղաղությամբ նույն պատկամը քեզի է սիրտը թափե Աստծո հետո քնա խաղաղությամբ եւ ինչպես գիտենք որ Աննան խաղաղությամբ քնած քանի որ երեսը մեկ նա չի դրտնեցավ գսեգոր ինքը երբ որ ելավ դաջարեն դեռ ոչ զավակա ոչ մեկ վիճակ մկա որ զավակի առաջնորդ է արդեն հավատաց պատկամը արավ որ քնա Եվ Աստված քո խնդրվածքդ լսեց, արդյունքը ինչ եղավ, Աստված իրեն Սամուել մարգարեն տվավ։ Ոչ թե միան Սամուելը, ուրիշ տղակներ եւ աղջիկներ ածնավ, այդ ամուլ արքանքը Աստված բացավ։ Ուրեմն ցավը, արդյունքը, թափե սիրտդ, դերևս բորալգանչելով չես լարգոր, մրթմրթալով գուլասկոր, քալածադենս գուլասկոր, ինձ շատ եղեր օտոքշածադենս, պատկամը մտիկ կնեմ, մանավանդ կորձի կացածադենս կլար, հայվեի վրա գլամ։ Աստված իմ արդյունքները չի գնարգոր Գագեմ որ Աստծո մրթմրթալով գսեմ եթե մեկ հիմա ինձ դեսնե գսեմ որ ասի խենթե հայվեի վրա կշեմ որ գսեմ яра միան թուրսելեմ սադեղեն առաջ որ ակսիդանեմ քանի որ այդ վարգանին այդ նյութը որ ինձի ջնշած էր փացի սիրտս Աստծո լացով առանց խոսելու բայց կվազե որ արդյունքը եւ Աստված արդյունքը գուտա անպայման լուծումը թափե սիրտս Աստծո ինչպես որ աննա արավ թող կա արդյունքը Մի խորի որ դգարություն եք ուրս, երբ որ գուլաս ցուն դգար չես։ Այլ ընդհանրակը ես կհավատամ որ մենք գիներս քանի որ գուլանք մենք մարդոցում ավելի զորավոր ենք։ Անոնք մեջերին գնեն, ինքնին զորավոր գծեցրեն, բայց մեզի ալ պետք ունեն, չեք խորիր։ Անշուշտ պետք ունեն։ Զավակը հիվանդ կամ փանելան որում գետա, բաբային գետա չեն մամային գվազե։ Մամային գվազե։ Քանի գիտե որ հոն ավելի զորավոր փանգա Փատուկա կամ ասան քուրքուրանկա սերգա հարաբերության արդահայտություն կա հայրը թերևս որքան որ զորավոր ցևով գսկա չարդայ դերադիգա
ուրեմն Աննային ասիակսորվին։ Երրորդ կանք նոր գդագարան մեզի շատ ծանոթ Հիսուսի մայրը Մարիամ։ Ղուկաս 2:35-ի մեջ կգարտանք, որ երբ որ Մարիամ եւ Հովսեփ Հիսուսը 40 օրվա բեբեկ էր փանդարին, դաջարդարին, որովհետեւ վրան աղոտ կլա, Սիմեոն Ձերոնին, որ վրան աղոթեց, Սիմեոն Ձերոնին հոն մարգարեական խոսք մասա Մարիամի, ասա որ քու սրդե դալ թուրմը պիտի անցնի, սրդիդ մեջը սուր պիտի մատնե, երբ որ մեկ գնդամը սրդի մեջ թուր գմատնե գինի ինչ կնե, գուլա, հիմա չեք կարդար սուրկիկի մեջ, որ Մարիամ լացավ, բայց աս համարը մեզի գեզրագացն է, որ Մարիամ շատ ադեներ կախնի լացավ տերևս, Հիսուս չի դեսավ, աշոշ Հիսուս գիտե ամեն բան, կախնի լացավ, արանցին լացավ, մեգուսացավ լացավ, քանի որ քիծավ, որ իր սրդի մեջ են թուրմը պիտի անցի եւ ադի իրականացավ 33 տարի հետո աս բանեն, աս մարգարեութենեն, քանի Հովաննու 19:25-ի մեջ կսե եւ Հիսուսի խաչին կով գայներ էին իր մայրը Մարիամ եւ իր մորը քույրը Մարիամ, Գղրիոբասի գինը ու Մարիամ Մագդալենից, աս 4 գիները գայներ էին։ Մարիամ, դու ինչպես կգայնես, քու որդվույթ դարաբալից խաչի դաժան չարչարանքին արջև։ Ինչպես կգայնես դու Մարիամ, արդյոք արցունք թափեց, հավանաբար, բայց Մարիամ գայնեցավ, ցավ դարաբանք, accusation, այսինքն մեղադրանք, վստահ իրեն մեղադրեցին, որ հղի եղավ ինքը, առանց ամուսնանալու։ Մեղադրանքը այնադեմվնե գրեց Մարիամ, աս բոլորին թիմացավ, ասոն բոլորը Մարիամի բաժիններն էին։ Լուծումը ինչ էր։ Մարիամ խաչին կովգայները իր դողուն ամենն դարաբալից վիճակին չի ցկեր իրեն։ Խաչին ոտքին դագն է, գեցերը, ամեն բան կտեսնեք որ կամը որ մտավ Հիսուսի ցերքին, փուշեբսագը որ տրին, ոտքին, գողեն սուրը որ խոցեցին, ծարավը մսավ, հայրի մսավ, ինչու ինձ թողուցիր, աս ամենը լսեց։ Վատկամը ինչ էր Մարիամի հոն, ով գին ահակու որդիդ։ Եվ Հիսուս նույնիսկ իր մահվան ժամուն իր մորը հոգ տարավ, Հովաննեսի հանձնեց։ Ադի էր բատկամը, արդյունքը ինչ եղավ Մարիամի աս դարաբանկին, աս ցավին, արդյունքին, Մարիամ գսե 120-ին հետ վերնադան մեջ էր, գործ կարակելոց առաջին գլխուն 14 համարը։ Ասոնք ամենը միապանությամբ միշտ աղոտ ու աղաչանք կնեին, գիներուն հետ մեկտեղ եւ Հիսուսի մորը Մարիամի ու անոր եղբայրներուն հետ։ Ուրեմն Մարիամ հիմա հույսով գաբրի որ քանի Հիսուս հարություն արավ։ Վերջացավ ալա դարավանքը աչքին աչեր միան գուկա, ասանք պաստարը գերտակը սրբվի։ Գիտեք երեխաները խաղալիք ունին, ասանք գրեն, բան մգա, ասանք շարժեսն ամեն քրազիտ կանցնի գերտա։ Ճիշտ նույնն եղավ Մարիամի մտքին մեջը։ Այդ խաչելության դարաբանկի ցավը եւ բատկերը աչքին արջևեն հարութենեն հետո վարգենագա սրբվեցավ։ Եվ արդյունքը ադի եղավ որ Մարիամ հիմա կացեր է բոլոր աշակերտներուն հետ վերնադունին մեջ ինչ կնեն գաղոթեն։ Ինչու իր անունը քրվեր է։ Կարևոր թեր ունի քանի որ Մարիամ արդյունք չի գայել ես աչքերու մեջ։ Ինչու։ Աստված իրեն իր գունը լացկա արդուն ուրախություն գա։ Երբ որ քույալ իր գունը լացկա պիտի կա արդուն։ Հույսով սպասե։ Հաջորդ գինը որ գուլար եւ ասիալ նորեն գտեսնենք ավետարաններում մեջ անուն չունի ասկինը միան իրեն դեբլը գա մակտիրը գա գսե մեղավոր գինը Գիշեք Հիսուս Սիմեոն Փարիսեցի Սիմոնը իրեն ջաշի իրավիրած էր եւ գին մի եկավ մեղավոր գինը յեդևի գոմեն գսե անոր ոտկերունքով եկավ գեցերեր ու գուլար եւ արդյունքներով սկսավ անոր ոտքերը թրջել ասիկը գտնվի Ղուկաս 7-րդ գլխուն 36-ին 50-րդ համարներում մեջ եւ անոր ոտքերը յուղով գոծեր հիմա ասի ինչ արդյունք էր ցավի արդյունք էր դարաբանկի արդյունք էր մեղադրանքի արդյունք էր ոչ աս բոլոր մյուսները որ մենք տեսանք Հակարի մեջ Աննայի մեջ Մարիամի մեջ աս արդյունքը մեղքի ավաշխարության արդյունք էր եւ աս արդյունքը ամենեն կարեւոր արդյունքն է որ դու եւ ես ունենանք քույրս ամենեն կարեւոր արդյունքն է որ մենք ունենանք քանի որ այս արդյունքն է որ զղջումի արդյունք է ասի մեղավոր գիներ աստված գիտե ինչ տեսակ աղդոտ կյանք ապրած էր ինքը շատ լավ գիտեր
Հիսուս իրեն բամեջեսա վայ թուն ինչսա ասան մադով չի ցուցուց մենք գնանք անանք կնենք թուն ասան օցիգա գոթվենք մեկ հատ մենք անանք եք իրարու բայց Աստված երբեք accusation-ով ասան մեղադրելով չի կար մեղավորին ցերկերը բաց կսե եկուր ինձի եկուր եւ իմ մեջս փրկություն կդիր եւ աս մեղավոր գինը այդքան լավ հասկացած էր Հիսուսի այս բաց ցերկերը բաց սիրտը որ առանց դատամսելու մարդոց մե բախնալով յետևեն եկավ քախնի եկավ եւ արցունքներով որքան արցունք թափած բիդլա որ Հիսուսի ոտքերը լվալու չափ արցունք թափեգոր եւ անշուշտ յողիշիշ նագա թափեգոր գոցեգոր մեղատրանքի եւ զողջումի արցունքներ էին ասոնք եւ Հիսուս իրեն ասավ ասոր համար գսեմ քեզի ներված եմ ասոր շատ մեղքերը երբ վերջին անգամ թուն լացիր զղջացիր մեղքերուդ համար հիմա գրնալ աբաշխարած ես այո աբաշխարության արցունք թափած ես բայց դակավի մենք ամեն օր մեղավոր հոգի ունենք միտ կա սիրտ կա գեցված կա attitude կա խոսք կա երբ վերջին անգամ ասել ախ դերի ները ինձի հբարդացա ները ինձի աս խոսքը մեջ էսեի ները ինձի ասխալ գեցված կունեցա քանքադեցա կամ վախցա ինչ որ է մեղքը ինչ որ է ամեն օր եթե ունիս ադի քեզի համար օգտե որովհետև մենք ամեն օր մեղավորը լալու հագամետ ենք բայց ադի իսել չէ որ ամեն օր պիտի աբաշխարությունը մեկ անգամ գլա ինչպես որ Հիսուս Պետրոսի իսավ քեզ միան ոտքեր պիտի լվամ վերեմ վար պիտի լվամ դու արդեն լվացված ես բայց ամեն օր մեր ոտքերը այսինքն մեր սիրտը լվալու պետք ունի քանի որ մենք իրարու գծավցնենք խոսքով գեցվածքով արդայություններով ուրիշը չհավնելով հվարդանալով ամենը իմ մեջս ագա ուրեմն ամեն օր մենք մաքրության պետք ունենք եւ աս արցունքը խիստ ընդունելու է Աստծո առջև ուրեմն ինչ էր լուծումը ասկնգան խոստովանություն արդեն այդ արցունքը որ գտապե որ չեք գիտեր եթե մրթմրթալով ապաները սավ չեք հրացու քիրքը բայց վստահ որ իր սրդի մեջ են անկան զողջում եղավ որ Հիսուսը սավ իրեն ներված են կոմեղքերդ լուծումը ուրեմն խոստովանություն է պատկամը ինչ է ներված են կոմեղքերդ արդյունքը փրկություն ճաշակած ես աս փրկությունը եթե ոչ այսօր օգոստոս 8-ը 2024 փրկությանդ օրը գնալալ հաջորդ երկու անցիկը որոնք ասոնք լալգան քույրեր էին հավանաբար գրահեցիկ որոնք իրենք եղբայրին հիվանդացավ Հիսուսի լուրը գեցին անալհեջ աշխարհաճրավ ուր որ ավելի գեցավ 4 օր անցավ Ղազարոսը մերավ կորձեն անցավ թաղվեցավ եւ Հիսուսը դոգերնագոր երաբաբամ ուր է Մարիամ եւ Մարթա Հովանու 11-րդ գլուխը բոլոր ասվածությունն է միան եթե գարտակ 30-րդ համարը գսե Հիսուս երբ տեսավ Զանիգա Մարիամի համար գսե որ գուլար եւ անոր հետ եղող հрьяաները որոնք գուլային ուրեմն Մարիամը գուլագոր հрьяաներն ագուլանգոր գիտեք ժամանակին լալգան գիներա գբերեին մանավանդ սուքիլուն որ ավելի ալլա ամեմադյան ատմատնորդի մեջ ալլա երկերալ երկեին ասանք աջի բանգնե ասանք ավելի սիդուտ բանգնե ասանք արդես աղ գցան է վերքիդ վրա չեմ գիտեր որքան կարևոր է հիմա թերևս դակավին միջին արևելքի մեջ կա ասանք արաբները թերևս կնեն ինչ որ է բայց գուլային գոր Հիսուս ուրեմն դեսա որ գուլանգոր ինչու քանի որ գորուստ ունեցան մահ եղավ հիվանդություն եղավ մահ եղավ բաժանում անհույս վիճակ այսօր վրա Հիսուսը ուշացավ անշուշտ գուլան արցունքը պիտի չորնա աչքեն Մարիամի եւ Մարթայի հագարակ ասոր Հիսուս երբ որ քերեզման եղավ նույն գլխուն 35-րդ համարը որ սուկիկին ամենեն գարջ համարն է գսե Հիսուս լացավ գիտեք ինչու Հիսուս լացավ իր ակուտը շարժեցավ Հիսուս մեզի հետ բնույնանա երբ որ դու ցավ ունիս դու գուլաս Հիսուս հետ գուլա հավատա ասոր քանի որ սուկիկը գսե չէ խնդացողներն հետ խնդացեք լացողներն հետ լացեք եթե սուկիկը կրած ենե ասիգա չեք խորիր ասվածին կա ասիգա գործածրե խնդացողներն հետ խնդալ լացողներն խնդացողներն հետ խնդած կանայ հարսնիկին կնած ուրախացավ բայց հոստելը թաղում են հետո եկած է իրենց հետ ցավակցության եկած է քանի որ մահ ունեցան գորուստ ունեցան
Հիսուս քեզի գսիրե գողոքա գծավակցի եւ երբեք կուցավը թեթևորեն չառներ։ Դերևս ուրիշը քեզի գսի աման քույրս ասոր աման ինչու գլասկոր։ Գարովրիտ գսել, գիտես անգլերենով։ Ինչ կա ասիգա։ Մի մեծներ շատ գսե։ Գտան զավակը դսել, կովինը դսել, մոդիկը դսել։ Բայց Հիսուս չսեր քեզի անիգա։ Գարովրիտ չսեր։ Գսել որ I understand your pain։ Գիտեմ կուցավդ։ Եվ հետդ կուլա անորամար Հիսուս լացավ։ Եվ անշուշտ նաև գրնանք եզրակացնել, որ լացավ Հիսուս հոն, քանի հрьяաներուն անհավատությունը տեսավ։ Մեր անհավատության վրա էլ Հիսուս կուլա։ Կտեսնեմ, որ մեր հավատքին չափանիշը ուր հասել ենք։ Անորամար Հիսուս կուլա երբեմն։ Լուծումը ինչ էր ուրեմն ասպարակայի։ Մարիամ Հիսուսի ոտքին ինգավ։ Լալով Հիսուսի ոտքին ինգավ, Հիսուսի թիմել։ Պատկամը ինչ էր Հիսուսի ես եմ հարությունը եւ կյանքը։ Այդ գլխում մեջը գարտանք Հիսուսը ասավ ես եմ հարությունը եւ կյանքը, արդյունքը ինչ եղավ։ Ղազարոսը դուրս ելավ։ Հիմա անշուշտ մեր գորուսները չենք հավատար կամ չենք խորի Ղազարոսներ բիլլա որ հարություն անեն։ Բայց ան որ դերոճմով գնանչե այդ հույսը ունիս քույրս որ քու գործուցած ամուսինը մոդանեն են բիտեսնես։ Ուրեմն արդյունքը գուքա, բայց մխիթարությունն ալգա։ Հույս որ մենք նորեն պիտի տեսնենք մեր սիրելիները մանավանդ անոնք որ դերոճմով գնանչեն, անոնք որ վստահենք։ Եվ վերջին դիգինը քույրը որոնք ուզեմ նայել Մարիամ Մագդաղենացին էր։ Հովանու 20-րդ գլխում մեջը պատմությունը կգարտան Հովանու 20:11-18 Մարիամ քերեզմանին դուրսը գայներ էր ու գուլար։ Մարիամ գուլա հագարականով որ քերեզմանը բարաբե քերեզման, բայց ինքը դուրսը գուլագոր։ Ես եւ Թունալ երբեմն գուլանք վիճակներով համար, որ արդեն Աստված լուծած է, մենք լուրջ չունենք։ Կամ անգամ we are so wrapped up in ourselves, մենք անգամ մեր նյութին դա գժնշված ենք, որ լուծումին չենք կնարգոր նայել, ոչ էլ ուժ ունենք նայելու, կամ այդ հույս ունենք նայելու հավատքը։ Ես իմ նյութս կարնեմ գնաստին գուլանգոր։ Բայց լուծումը եկեր է։ Հիսուս հարություն արավ, Մարիամ քույրս։ Չի հնարավոր հավատալ։ Եվ նույն գլխուն 15-րդ համարը Հիսուսը անշուշտ իրեն խոսող ինքը չի գիտեր, խորի որ բարձրացմանն է։ Հիսուս իրեն գսե ով գին ինչու գուլաս։ Ուրեմն Հիսուս ալայսոր քեզի գսե ով քույրս ինչու գուլաս։ Լացը ինչ է, ընտանեկան հարց է, գորուստ է, ցավ է, ֆիզիկական ցավ է, դարաբանք է, սխալ հասկացվել է, թավաճանվել է, անհույս վիճակի մեջ ես, աբակատ մուտք դեսնես, այսօր քեզի ագահարցնի ով գին ինչու գուլաս։ Քանի որ Հիսուս գիտե քո հուսախաբությունդ, գիտե քո առանցնությունդ, ընկճվածությունդ, ցավդ եւ փլուզումդ։ Ինքը գարդոն է որ դու այդ վիճակներում մեջ հասնես որ իրեն վազես։ Ուրիշ լուծում չունի քույրը։ Միան իրեն բիդեր տանք։ Լուծումը ինչ էր։ Մարիամ միտքը դրավ որ Հիսուսը պիտի տեսնի, անորամար քերեզման կնաս։ Հիմա մյուս կիները ամեն ցկեր կացեր են։ Ինքը դա քերեզման երթագոր։ Քանի որ լուրջ չունի որ Հիսուս քերեզմանը բարաբե, հարություն արած է։ Պատկամը ինչ էր Հիսուսի, պատկամը ինչ էր Մարիամի։ Հիսուս իրեն ասավ Մարիամ, մեկ փարասամյան։ Անալանորը ասավ Ռապունի։ Քնա եղբայրներուս ու սե անոնց որ ես հարություն արի։ Ուրեմն Հիսուս այսօր ալքեզի քո անունովդ կգանչի որ գսեք որ սիրել քույրս, Բայձար, Անուշ, Ժակլին, Էմմա, ով որ ես դու քո անունը թիր, լացիտ մեջ են անունը լսե, քանի որ Հիսուս քեզի ալգա, այսօր գսեք որ գհրավիրե որ քո լացիտ արդյունքը ծրպես եւ իրեն վստահիս։ Եվ արդյունքը ինչ եղավ։ Մարիամ բաթմեց թե դերը տեսավ։ Ամենամեծ փաստը ունեցավ ինքը միան գիները միան ինքը Հիսուսը տեսավ։ Միսկիները որ քերեզմանը կացին մարմինը օծելու, տեսավ որ քերեզմանը բարաբե, հեշտագի մատկա մարին ամենը կացին, բայց Մարիամ ինքը Հիսուսը տեսավ։ Ուրեմն քանի որ հետաբնտեց, գիտեք Մարիամը հետաբնտեց, Թունալ հետաբնտե Հիսուսի փեշիմից կերես, ով դեր պիտի պատասխանես ինձի, արցունքներս չորցուր, իմ նյութս քեզի կհանձնեմ, ինչպես որ դու գուզես անպես թողլա, քեզի պիտի վստահիմ, ինձի պիտի օգնես եւ արդյունքը պիտի լա, դերը քեզի պիտի խոսի, փացի դիրել։ Մեր արցունքներում պատճառը ինչ որ ալելա, Աստուծո պատկամը այսօր ինձի եւ քեզի քաչալերական պատկամ է։ Թրական պատկամ է։ Հուսալից պատկամ է, ուրախություն,
մխիթարություն է, լուծում է, քանի որ իր ներկայությունը հետդ է։ Եվ գուզեմ աս համարով ամփոփել կամ եզրափակել մեր հավիտենական հույսը ինչ է, գրված է Հայտնություն Հովաննու 21-րդ գլխուն 4-րդ համարը։ Եվ ինք կսե Աստված անոնց աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբե։ Եվ ալ մահ պիտի չլա, ոչ սուկ, ոչ աղաղակ եւ ոչ ցավ պիտի լա, ասկե յետև վասնզի առաջվան բաները անցան։ Ուրեմն սիրելի քույրս, այսօր քու լացիկ պատճառը ինչ որ է, կաչալերվե իր գունը լացկա արդյունորախություն կա։ Լացը հավիդյա մեջի դեպե։ Աստված օրը քու արցունքները պիտի սրբե, արցունք թափելը նորմալ է, քեշմի իսկար, քնաբարբվիր Աստծո արչև ամեն առաջ իրեն քնա, թափե սիրտդ, ինչպես ասա մենք գիները դեսանք, ինչ որ է ցավդ իրեն արդահայտե, բայց քիծիր որ պատկամ այսօր քեզի օրը Աստված արցունքները պիտի սրբե։ Ամեն։ Աղոթենք։ Երկնավոր Հայրս, շնորհակալ եմ քեզ մեր որդուն, թեև ցավ գուտաս, բայց քու ցերքերդ արցավը կփաթեն։ Շնորհակալ եմ ադորամար դեր, դու նսիր ես ցեզի հետ եմ մինչև աշխարհիս վերջը։ Առանցին չենք, լքված չենք, հուսահատ չենք, դոխուր չենք, թեև ենք ժամանակավոր, բայց գիտենք, որով դեր մեր ամեն հարցերուն լուծումը կուքով է, անորամար մենք քեզի կվասենք եւ ուզենք այսօր քու ցայնդ լսել, որ մեզի անհադաբես կգանչես եւ գսես աղջիկս, զավակս մի վախնար։ Օրտնի Ալլաստուն գսիրենք քեզի, օրտնի ամեն մեկ քույրս որոսե եւ ով որ գլսե։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։